Բարի օր ժողովուրդ, եթերս ուզում եմ այսօր նվիրել հատուկ կաշառք տվողներին եւ կաշառք ստանողներին, համ լացա, համ ծիծաղ, համ ողբա, համ խնդություն։ Նախ այնքան վատա ժողովրդի վիճակը երևի որ կաշառք են վերցնում, բայց ավելի վատա որ պետքա կաշառքով ընտրված իշխանություններ գա երկրի ղեկավարություն ստանձնի։ Լսել եք այն խոսքը, որ ասում է մեկը շուկայում գտե տա ծախում, ով մոտիկանում ասում է, այդ ինչ է ծախում, թե խելքի ճար, խելքի դեղ էլի, մեր բարբարով դե կտետ ենք ասում, չգիտեմ, այծի, ոչխարի արտա թորանքը կոչում է կտետ, փոքր սնչարիկներ է, վիտամիններ է, բայց հողի համար, էլի ուդաբրեննի է հողի համար, այդ շուկայի ծախող մարդը ասում է խելքի դեղ է, մեկը առնում է, տանում է տուն, ուտում, հաջորդ օրը գալիս ջղայնացած բան, հարձակում այդ մարդու վրան թե ինչի ես ինձ խափել թե խելքի դեղը ասում այնի գտետ է եղել, ասում տեսար որ խելքը դեղել է։ Հիմա այդ կաշառքն է, այսօր կաշառք են ձեզ տալիս։ Աստված ոչ անի, եթե իշխանության կան կաշառք տված ուժերը, գտետի նման հիշելու եք այս անեկդոտը, այս իրական պատմությունն է, էլի անեկդոտ էլ չկի։ Հիմա վաղ ուշ ալնելու խելքի դեղը գտետի հետ ոնց որ շփոթել են, նենց էլ կաշառքը դա ուժեղ Հայաստանի կամ ելովա ինչ իրան գովում, թե իբր դրան հասնելու ենք։ Մի հատ գտետի հետ պատմություններ կա, սկսենք sense գտետով, ասում են պատմությունը, sense մի խոսք ասում է, գտետ մտետ մնա բկետ, գտետ մտետ մնա բկիտ, էլի sense մի խոսք կա։ Հիմա կաշառք մաշառք մնալու է բկիտ։ Դու այսօր կաշառք վերցրու գրա իշխանություն ձևավորի բկիտ է մնալու։ Եթե մտածում եք որ դե լավ էլի այսօրվա իշխանությունն էլ կաշառք չի տվել, բայց եկել է այսինչ իրավիճակներն է եղել, կործանարար պատերազմ, կորուստ Արցախի բան, հենց այդ ձեր նախկինում վերցրած կաշառքների արդյունքն է։ Հիմա որ դուք այսօր այդ կաշառքը վերցնեք, չիմանաք թե հաջորդ օրը ձեր գլխին վայնասունը սուք է գալու։ Գալու է որոշ տարիներ հետո, տասնամյակներ հետո թեկուզ, բայց եթե քաղաքական ղեկավարությունը ֆինանսով է ուզում ժողովրդին շահագրգռի, այլ ոչ թե գաղափարներով մտքով, մի օր ձեր գլխին ես ասում եմ, էլի ամպրոպ կարկուտա տեղալու, դուք այդ օրվա իշխանությանը կարող մեղադրեք։ Եթե վաղը ձեր երեխան թոռը լինի երկրի վարչապետ 20 տարի հետո, այս 20 տարվա մեջ կաշառք ստացած կաշառքով իշխանություն ձևավորված անձին 10-20 տարի կառավար են, հաջորդ ձեր մաքուր սրտով հայրենասեր որդին կամ թոռը ստանձնելով երկրի ղեկը գլխին պատուհաս է իջնելու։ Ու սաղացած տեղը միամիտ մարդիկ ասելու են, տեսեք այս նոր երիտասարդը, այս նոր մեր վարչապետը պատուհաս բերեց մեր գլխին։ Առանց հիշելու, առանց հետ հաշվարկի, որ դա նույն կաշառքի հետևանքն է։ Արցախի կորուստն էլ է հենց կաշառքների հետևանք եղել, եթե ժամանակին խելքը գլխին կառավարությունները ներ, խելքը գլխին աշխատեին եւ չխափեին ժողովրդին ու չձգեին Արցախի հարցը խափելով թե պահում ենք, ավելի շուտ այն ժամանակ չէին ասում պահում ենք, այն ժամանակ ասում են մեռն Արցախը, բարձվեց մի օր որ մերը չի։ Հետ չգնանք անցյալ, ես ուզում եմ ներկայով ապրենք եւ երկրորդը ուզում եմ գիտեք նախ ես հեսա եթերի մի հատվածնել քննադատություն ունեմ իշխանության եւ իշխանության շուրջը հավաքված մարդկանց պահելաձևի մասով, սա վերջում կանդրադառնամ։ Ուրեմն ովքեր որ ռուսամետ ուժերի շահագրգռվածությունն եք ձայն տալու, տվյալ պարագայում այսօր եւ իշխանության աջակցությամբ էլ առաջի տեղ են, երկրորդ տեղ են բռնում ուժեղ Հայաստան կուսակցության անդամները, ուրեմն ժողովուրդ ջան, ճշումս էլի բարձրանում այ որ խոսում եմ խիասենց անում։ Մի հատ խելքը գլխին պրոֆեսորներ չնայած հիմա ձերի պրոֆեսոր չես չայ առողջությունս լավ չի ժողովուրդ հելը մի քիչ քայլեմ երևի միգուցե որ քայլեմ լավ կզգամ որտեղ մնացինք հա եւ իշխանության անուղակի միջամտությամբ գովազդներով այսօր երկրորդ ուժը Սամվել Կարապետյանի ուժն է սարքել ինչպես որ 2018 թվականին Սերժ Սարգսյանին մերժեցին անունը տալով 21 թվականին Ռոբերտ Քոչարյանի անունը տալով բերի ընդդիմություն սարքին հիմա էլ իշխանության նպատակն է բերի ընդդիմության մի ուժի ով որ քաղաքականապես հասուն չի ով որ քաղաքականություն չի վարում կաշառակերություն է վարում
ֆինանսա գովազդը խոսում է իր ստեղծած կամ չգիտեմ էլի բարերարությունից բանի սա քաղաքականություն չի քաղաքական գործունեությունը մի շփոթեք ֆինանսների հետ Իրանի մի նախագահ կար վերջեր 20-ը մոռացել եմ գետ ներքնում հասարակ մարդ ոչխարներ էր պահում բանի Ուրուգվայի նախագահան այսինքն այդ մարդիկ կարա գիտեք անխելք էին չէ խելացի էին ուղղակի իրան կենտրոնացել էին պետականաշինության մեջ իսկ այսօր ով որ շատ փողոնի գիտի կարա վլաստ վերցնի եւ պետությունը իր համար օգտագործի էլի որպես ագարակ որպես ֆազենդա որպես օֆիս խաղապար չի սա բայց նաեւ ուզում եմ հիասթափեցնել այդ հայրենակիցներն ովքեր որ ակնկալիքներ ունեն ռուսամետ ուժերի իշխանության կան լավ կլինի իսկ Պուտինը չի ակնկալում որ իրան կան իշխանության այնա տեսակ որ անուղակի ինձ գովաս մովաս հակագովաս տարես որ գիտեն էլի տրամադրությունները հայ ժողովրդի ինչքան են տրամադրված Ռուսաստանի եւ Պուտինի հանդեպ դիտմամբ հենց հայը որ հայ ժողովուրդը իրանց չընտրի բայց չգիտեմ խի այդ մարդիկ այսօր երևակայում են եւ ժողովրդի ներկայացնում են թե իբր իրանց հետ համագործակցություն Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի է եւ իրանք Ռուսաստանի հետ միշտ ասում են կփրկենք Հայաստանը նես չի որ Հայաստանը կործանվում է որ փրկենք Հայաստանը այնա դանդաղ քայլերով է թե հանգիստ կարգավիճակով է փորձում է ինչ որ հարցեր լուծի եւ լավ կլինի էլի լավ կլինի բայց կախված է մեզանից բոլորից հետո էլ գիտեք Ռուսաստանը այն վիճակում չի որ սիրելի հայրենակիցներ մինչեւ հիմա դուք նայում եք երևի քարտեզին տեսնում եք տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է ասում եք ուռա էս ինչ լավ մեծ տարածքով էլ դաշնակից ունենք Ռուսաստանը ինքը մեր կարիքը էս բային ավելի շատ ազգում քան թե մենք իրանց մենք մեր հարևանների հետ ուզած պետքա հարևանություն անենք չես կարա քարտեզը փոխես չես կարա աշխարհագրական դիրքդ փոխես Մենակ կարաս հելնես 3 միլիոնը գնաս ալբանացիների նման եվրոպական մի այլ անապատային թեկուս տեղերում էլ բանանես պետություն կառուցես որպեսզի դառնաս պրծած թուրքերից բայց արդյոք մեզ դա պետքա մենք պետքա ստե մնանք շատանանք ուժեղացնենք մեր պետությունը բայց դրա հետ մեկտեղ էլ պետքա հարաբերվենք հարևանների հետ դա բարեկամություն չի դա եղբայրություն չի դա հարաբերություն է ասինքն հարաբերվել հարևանիդ հետ դա օգուտ քեզ է Իսկ Ռուսաստանը, եթե քիթը խոթում է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում, կամ ցեղասպանություն է բերում, կամ պատերազմ, կամ էլ տարածքների կորուստներ, կամ էլ ամբողջը միասին վերցրած։ 200 տարի շարունակ նույն ճակատագրին է հայ ազգը արժանացել, որտեղ խեղճ քաղաքականություն ա վարել, որտեղ առաջնորդը խեղճ է եղել։ Ասել է մեզ կպահի Ռուսաստանը, մեզ կպահի Պարսիկը, մեզ կպահի բյուզանդացին, արաբը, միշտ լծի տակ մտել է երկար տարիներ ուղեղի մեջ էլ տպագրել է, որ դրա լծի տակ ապրելը ավելի լավ է։ Մի ուրիշն էլ ասել է, եկեք այս լծից դուրս գանք, մեկ այլ լծի տակ մտնենք։ Այսօրվա քաղաքական ղեկավարության, այս արտաքին քաղաքականության մասով ես չեմ կարող շատ բան ասել, որովհետև ինքը գոնե հակառակա գնում այն դարավոր եկած սխալ քաղաքականությանը, խեղճի, գիքորի հոգեբանությանը ուզում է վերջ տա եւ հասկացել են, որ ռուսները իրանք շահագրգռված չեն, որ մենք մեր հարևանների հետ լավ լինենք եւ որոշել են ուղիղ կոնտակտի դուրս գան հարևանների հետ հարաբերվեն։ Ու նույնիսկ պատկերացրեք, այդքանից հետո երբ որ Ադրբեջանի հետ որոշակի արդեն կարգավորված հարաբերություններ կա, դե տեսել եք պոեզդով ինչ որ 4-րդ սորտիցորեն է մտել, չնայած նրա որ չի էժանացել երկրում, դա արդեն ներքին հարց է, տենակ այդ չի էժանացել, դա այլ թեմա է, չեմ ուզում դրա մասին կենտրոնանանք այսօր։ Ես ուզում եմ իմանալ, որ կա դրական տեղաշարժ Ադրբեջանի հետ հարաբերություններում, կա դրական տեղաշարժ Թուրքիայի հետ, բայց այն Ռուսաստանը, երբ որ այսքան տարի իբր թե ասում էր, որ մենք ուզում ենք, որ ռուս ադրբեջանահայկական հարաբերությունները կարգավորի, մի տեսակ խանդով է վերաբերվում, մի տեսակ արդեն ասում է չջոկի, կարող է ուզում եք, որ ձեր պետականությունը լրիվ ասում է տրորենք, Դուգինը, Մարգարիտան, Էլով այս վերջումը, դրանց ոչ մերը դրանց այդ պրոպագանդիստները ինչքան են չարացած, որ Հայաստանը առանց պատերազմի հիմա հարաբերություններ ա ուզում կարգավորի Ադրբեջանի հետ, որովհետև իրանք են ստեղծել այդ կոնֆլիկտային գոտիները։ Ղարաբաղը դա հայերիս համար է հայրենիք, պատմական հայրենիքի հատված։ Ռուսների համար դա որպես կոնֆլիկտնի զոնա է։ Հասկացաք, մեկի համար հողը կարող լինի զոնա օդախ հանգստյան վայր։ Մեկի համար լինի ծորենի գարու համար արդ, մեկը այգի տնկի։
եւ սիրի այդ հողը որպես հայրենիք։ Իսկ մեկն էլ կարա դա օգտագործի որպես մարդկային կյանքեր խորտակելու, զոհերի, արյան, հաշվի, առևտուրանի այլ ուժեղ կամ գերտերությունների հետ։ Մեր աշխարհագրական դիրքը միշտ եղել է այո բախման կետ։ Քանի որ մետաքսի ճանապարհն է եղել ստեյով միշտ անցնելուց, քանի որ Սաքուր Արաքսյան հատվածն է եւ հյուսիսում գերտերություն Ռուսաստանն է, հարավում էլի կայսրությունն է, Իրանն է, արևելքում էլ Օսմանյան կայսրությունն է եղել, մինչև էլ բյուզանդացիներն էին անընդհատ մտնում հելնում, դեպի արևելք հատվածներ եղել են մոնղոլ թաթարները միշտ եկել են վերջը, այսինքն միշտ բախման կետ է եղել։ Հիմա պետք է մենք այդ բախման կետը ճիշտ օգտագործենք, թույլ չտանք որ ուրիշները մեզ օգտագործեն, այլ պետք է մենք մեր հայրենիքին տեր կանգնենք եւ գոնե մի քանի տասնամյակ պետք է դադարտանք պատերազմի մասին, պետք է խոսք չհնչի։ Ինչքան մենք պատերազմ ստանանք, այնքան վնաս ենք կրելու։ Վերջին 3 տարում 3-4 պատերազմ տեսակ։ Արդյունքը ինչ էր։ Մոռացաք։ Այսինքն լավ, վերջի 10 տարում ասեմ, ապրիլյան քարորիա։ Օգուտ ստացակ ոչ։ 20 թվի պատերազմ, օգուտ ստացակ ոչ։ 22 թվի պատերազմ Հայաստանի ուղիղ, Հայաստանի վրա հարձակում Ադրբեջանի կողմից։ Եվ 23 թվի սեպտեմբերի 19-ը 4 հատ պատերազմ տեսակ 10 տարվա մեջ 4 պատերազմի մեջ ունեցակ մարդկային կորուստներ, հողային կորուստներ լիարժեք Արցախի հայաթափում։ Հիմա եթե որևէ ուժ, նույնիսկ Ռուսաստանի անունը տալով, որ Ռուսաստանը մեր հետ ախպերություն կանի, իշխանությունն ավատը, Նիկոլ Նավատը դրա համար ասես մեր հետ լավ կլինի հարցեր կլուծի։ Պատրաստ եք ձեր երեխեքին տանեք զոհաբերելու, եթե գնում եք ընտրեք այդ մարդկանց։ Եվ պատրաստ եք, որ Արցախի ճակատագիրը ձեր աչքի առաջ, պատրաստ եք, որ էտա լինելու։ Քանի ուշ չի, այդ կաշառքն էլ որ վերցնում եք, լավ եք անում։ Եթե կարիք ունեք, լավ եք անում, վերցրեք։ Ես էլ չի վերցնի, ճիշտ ասած, ես էլ կարիք ունեմ, դրա բայց չի վերցնի, որտեղ մի տեսակ իմ հոգուն հարազատ չի այդ փողով քաղաքական ընդհանրապես երևույթների հետ առնչվել, այսինքն փող վերցնեմ ինչ որ մեկի սրտով խոսամ, փող վերցնեմ ինչ որ մեկին միանամ, փող վերցնեմ ինչ որ մեկին ընտրեմ։ Անկեղծ ասած դա զապադլո բան է։ Բոլորի համար է զապադլո։ Լավ կլինի չվերցնեմ, բայց քանի որ մարդիկ կա մեկը առանց ամուսին է, երեխեքը չի կարող պահի, մեկը առողջական վիճակ է, մեկը ոչ տարբեր ընտանեկան սոցիալական վիճակներ կա, չգիտեմ ում մոտ ոնց, եթե վերցնում եք, խնդրում եմ, հենց վերցրեք սրտանց վերցրեք, գնացեք սրտանց իրանց հակառակորդ ուժերին ընտրեք։ Օրինակ ես նայ ձեր փոխարեն կամ այսպես ասած ուղի խորհուրդ կտամ։ Գնացեք ընտրեք նոր ուժերի, նոր քաղաքական ուժերի, ովքեր որ գոնե քաղաքական վերլուծություններ ունեն իրանց կյանքում արած հանրային ճանաչել եք, մեկնաբանություններ ունեն արած, քաղաքականության որոշակի մաս են կազմել։ Ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը երբևիցե քաղաքականությունում չի եղել։ Երեք TikTok-ը թերթում եմ, իր դասարանցից մի մարդ էր խոսում Սամվել Կարապետյանի մասին։ Ասում է ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը վատ մարդ չի, տենց բաներ մի ասեք։ Ես լրիվ համաձայն եմ Սամվել Կարապետյանի մարդ տեսակին կարծում եմ ոչ մեկ իրավունք չունի բան ասի, բացի իր անգերներից, իր շրջապատից, իր մոտիկներից։ Ասում է Սամվել Կարապետյանը մաքուր տղա է։ Ինքը դրական բաներ է ասում, ունի կարմիր գծեր, որ ուներ կարմիր գիծ նաև որ քաղաքականություն չի մտնի։ Կարմիր գծերից մեկը այնա որ իբր բիզնեսմեն լինելով, բայց Թուրքիայի հետ բիզնես չի անի։ Մի բաներ ասեց էլի դրական իմաստով, ողջունեցին, բայց գիտեք ինչ է, ոնց որ ես հիմա ասեմ, Գևորգը մաքուր տղա է, սիրտը բաց, մի քանի դրական բան ասեմ դե դավայցե, աչքաբուժական մի հատ կլինի կա տվեք Գևորգին պետք է Գևորգը գլխավոր աչքի բժիշկ կլինի։ Այդպես կլինի, ով իր աչքը կբերի դեմ տա, ինձ թեկուզ իմ սիրտը մաքուր է, թեկուզ պարզ եմ, լավ հասարակ տղա է մի հատ։ Կարելի է տենց, չէ, հիմա Սամվել Կարապետյանը լավ բիզնեսմեն է, ունի լավ սկզբունքներ, ունի լավ շրջապատ, ժողովուրդ ջան, խի մեր երկրում բիզնեսը պետք է չոքի, թող շարունակի բիզնեսով զբաղվելը։ Ավելին ասեմ, նույնն էլ Գագիկ Ծառուկյանը։ Դուք երկուսով հայտ եք ներկայացնում, մտնում եք քաղաքականություն։ Հարգելիներս, մեր պետությունը այնքան փոքր պետություն է, եւ ձեր գումարները այնքան շատ է, ես ձեր ուրիշի գումարները չեմ հաշվում, ուղղակի խոսքը վերաբերում է ընտրությունների խոսքը վերաբերում է պետությանը, որ դուք ոչ միայն երկուսով, այլ մնացած էլի մեծահարուստ մարդիկ կարակ չափեք իշխանը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանով սենց մինչև Թուրքիայով տարածքը եւ մարդը որոշակի 50 կիլոմետր, 20 կիլոմետր, 100 կիլոմետր տարածք վերցնեք եւ ամբողջությամբ ապահովեք բանակին
որպես այդ սահմանը պահեն։ Համաձայն եք իմ հետ, թե չէ։ Ունեք այդ հնարավորությունը, թե չէ։ Այդ էլ է բիզնես, այսինքն դուք պետությունից ինչ որ հոնորարներ, թե ֆինանսներ ստանալու եք դրա դիմաց, որ դուք կամ հարկերից եք ազատվելու, որ դուք բանակ եք սնում, բանակ եք պահում, բանակի մի մեծ զորագունդ եք պահում, կերակրում, սննդով, աշխատավարձով։ Բայց իրել է հայրենակիցներ, պարոն Գագիկ Ծառուկյան, պարոն Սամվել Կարապետյան, խի ձեր գործունեությունը դուք մենաքաղաքականության մեջ եք տեսնում, իսկ ես օրինակ ինքս էլ խորը հետաքրքրված քաղաքականությունով եւ մանկությունից եմ ես քաղաքականության մեջ, ինչքան իմ պապիկն ու տատիկը նստել էին Լարաբերնայում քաղաքական տենց վերլուծություններ, բան, ես իրանց հետ 8-9-10 տարեկանից իրանց հետ նստած նայում էի։ Իմ ընկերները մուլտ էին նայում։ Ես քաղաքականություն եմ նայում, ասեմ որ դուք լուրջ եմ ասում անելիք չունեք քաղաքականության մեջ, բայց լիքը անելիք ունեք այլ ոլորտներում, այդ թվում եւ բիզնես ոլորտում։ Հարգանքներս բոլորիդ հանդեպ ես այն մարդը չեմ, որ տնեմ ձեզ վիրավորել, անձնական ինչ որ վատ բաներ ասել, նույնիսկ չեմ ընդունում, որ տենց բաներ են անում ձեր հանդեպ։ Երևի այսքանը։ Հուսով եմ ընտրությունների ժամանակ դուք թեկուզ կաշառք ստանալուց հետո կիմանաք, որ կտետ մնա պկետ անեկդոտը կհիշեք։ Կտետ մնա կոկորտիդ։ Բոկը բուկն է, էլի, բկիտ մնա։ Կգնաք եւ դուք կընտրեք քաղաքական ուժ։ Ես չասեցի իշխանությանը գնաք ընտրեք, ոչ էլ ասեցի մի ընտրեք իշխանությանը։ Ձեր գործն է այսօրվա իշխանության առաջնորդը քաղաքականության մեջ ոնց որ ասած մեր խոսակցականով խզարում է։ Շուտվան է սա քաղաքականության մեջ։ Իրան չեմ կարա թիրախավորեմ որպես քաղաքական գործիչ։ Բայց ես իրան էսա թիրախավորում եմ հենց հիմա ուրիշ բանի մեջ։ Ինչը ինձ դուր չի գալիս։ Այսօրվա իշխանության մասով։ Այսօրվա իշխանության մեջի մարդիկ շատ կարևոր արժե համակարգեր են կպնում, որից դուր չի գալիս։ Այդ թվում նաև իշխանության աջակից մեր հայրենակիցները, սիրելի քույր եղբայրներ, ձեր համար հաճելի էր, երբ որ մարդկանց գնդակահարում էին Երևան։ Ձեր համար հաճելի էր, որ պատիեզներում ծեծում էին։ Հաճելի չէր, չէ՞։ Ֆիզիկական բռնություն է, չէ՞ դա կոչվում։ Կյանքի խլել։ Բայց դուք ինչ իրավունքով եք այլ քաղաքական անձերի կամ այլ մարդկանց բլոգեր կլինի, լրագրող կլինի, քաղաքական գործիչ կլինի։ Ինչ իրավունքով եք իրանց հոգին խոցում։ Եք ինքնասիրությանը կպնում։ Այսինքն ֆիզիկական, եթե ձեր համար ֆիզիկական մարմնական վնասվածքը ավելի կարևոր է, քան թե հոգեբանական վնասվածքը, մտավոր ինքնասիրության, այսինքն արժանապատվության, կներեք իմ համար արժանապատվությունը վերա ֆիզիկական վնասին։ Իմ մարմնի վրա սպի կա։ Սպիր կա տարբեր ձեռի սա, երեսից էլ կարող է լինի, գլխի սա, մեջքի սա, ամեն տեղի վրա սպի կա։ Ես դրանից վատ չեմ զգում։ Բայց ես վատ կզգայի, եթե իմ արժանապատվության, իմ ինքնասիրության վրա սպի լինի։ Ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ես չունեմ արժանապատվությանս ու ինքնասիրությանս վրա սպի։ Ինչու եք քաղաքական գործիչների կամ ընդհանրապես ձեր կարծիքը չկիսող այլ քաղաքացիներին թիրախավորում։ Նոր թերթում էի մի հատ նոր քաղաքական ուժի առաջնորդ անունը չտամ չլինի գովաս, չլինի բան, կամ էլ կարամ տամ էլ տենց չի որ որոշը կարող է ուզենակ ինձ կապեք իր հետ, բայց կարիք չկա, ես ոչ մի ուժում չկամ, ցանկություններ չունեմ լինելու։ Ես կարծում եմ, որ հանրային հասարակական գործը բավարար է, այնքան շատ է, որ մենք սրանով զբաղվենք հերիք, այսինքն այսենց կարևոր թեմաներից խոսանք, էս էլ է մեծ գործ, պարտադիր չմտնենք որևէ կուսակցություն։ Ինչ չի հետաքրքրում որևէ կուսակցություն։ Բայց մարդուն դրած թե ինչա իր խոսքերի մեջ իշխանամեջ չի, ինքն էլ առանցին իր միտքը ունի։ Դրած վիրավորում եք։ Ժողովուրդ ջան, պատկերացրեք ձեր եղբայրն է, ձեր որդին է, ձեր ամուսինն է, չի կարելի, չէ, բախի եք հասցնում դրան։ Ես ուզում եմ դուք իրանց տեսանկյունից էլ նայեք ձեզ, դուք ով եք։ Դուք վիրավորանքներ հայոյան գրողներդ որևէ հայտնիություն ունեցող անձի։ Տվյալ այդ հայտնի ազնվորությանը համար սերավնոյա, ես ձեզ գիտես ոնց են նայում, որ դուք վիրավորանք եք գրում, այսինքն վերևից ներքև։ Բայց երբ որ դուք իրաց չեք վիրավորում, օրինակ ես ասեմ, ես ուղիղ եմ նայում բոլորին, ես հավասար եմ բոլորին նայում։ Միջև այն վարքյանը, որ ինձ վիրավորում հայհոյում են։ Ես արդեն վերևից եմ նայում, որտեվ ինքը ընկել է ոտերից տակ։ Ինքը գոտկատեղից ներքև է հարվածում։ Եվ ինչպես սպորտը, այնպես էլ քաղաքականությունը կա կանոններ։ Ինչպես նաև մարդկային շփումը, մարդկային հարաբերությունները, կա կանոններ։ Մի խախտեք այդ կանոնները։ Ընկերներ ջան, չի կարելի։ Ուրեմն ձեր երկրպագած քաղաքական առաջնորդը եթե դեմ ինքը խոսում է, իր անձի դեմ չի խոսում, իր քաղաքական մտքերի, քաղաքական գործունեության դեմ է խոսում։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության ինչ որ հատվածի էլ դեմ է, ինչ որ հատվածի էլ կողմ է, ինչպես որ ես
Ես էլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության որոշ մասով կողմ եմ, որոշ մասով դեմ եմ։ Արդյոք ճիշտ եք անում, որ դուք վիրավորում եք, հայհոյում եք, վատ բաներ եք գրում, անպարկեշտ բառեր, անհարգալից խոսք։ Չի կարելի, ժողովուրդ, դա ճիշտ ձև չի։ Մանավանդ եթե ես կամ որևէ այլ քաղաքական մեկնաբան գործիչ Նիկոլ Փաշինյանին անձնական վիրավորանք չի հասցնում, այլ եթե հասցնի ճիշտ ասած չի ասի։ Ասեմ լավ եք անում, դուք էլ իրանց սպորտը տեղը դրեք։ Մարդը քաղաքավարի մեկնաբանում է, մեկը ես լմա գնահատականներ եմ տալիս իշխանության ինչ գործողությունների, ինձ էլ են վիրավորական բաներ գրում։ Սրանով ես ասեմ, դուք ոչ մի բանով, եթե դուք դժգոհ եք Ռոբերտ Քոչարյանի տարիներից ասում եք, վայ մարդկանց ծեծում էին, մարդկանց սպանում էին, նույնը դուք եք անում, դուք մարդկանց բարոյապես սպանում եք, հոգեպես սպանում եք, արժանապատվությունը տրորում եք եւ ինքնասիրությունը ոտնահարում եք։ Մի արեք դες բան։ Այս է իմ դժգոհությունը այսօրվա իշխանություն։ Եթերի սկզբից երբ որ ասում էի, որ իրանց հանդեպ եմ դժգոհություն, այս է։ Իրանց ոչ միայն մեջները կամ բլոգերներ, որ իրանց այսպես ցածր են։ Ահա սա ցածրությունա, սա մարդկային որակների ցածր հատկանիշ է։ Քայլում եմ չէ Երևանով, տարբեր մարզերով, գյուղերով, քաղաքներով։ Ինչի եմ հանգիստ քայլում։ Քիչ եմ ախրանա դե իրավունք չունեմ, բայց որոշների նման ախրանայով ու փախնելով մտնելով զուգարանում պախկվելով։ Դուք հիմա իրան օրինակ տվյալ այդ ազնվորությանը երկրպագում եք, լավ եք անում։ Քաղաքական երևույթներ կա, որ վերալուծում նորմալ է, թող վերալուծի, յուրաքանչյուրս էլ իրավունք ունենք մեր երկրում իրադարձությունները գնահատենք, բայց աղավաղել իրականությունը եւ քեզ ներկայացնել Ռեմբոյի տեղը, երբ որ դու ընդհանրապես մեկ ուրիշ բլոգերի հերրախոսից վախենում մտնում ես զուգարանում, նայրադ ես կայանում ժամերով, րոպեներով, չգիտեմ։ Հետո գալիս Facebook-ում ասում է, «Սենս կանեին, նենց կանեի, դու անող տղա ես, ընդ արա, քո կողքը եղել են երկու հատ ուժային կառույցի ներկայացուցիչ, եղել է նաեւ մեկ քաղաքացիական անձ, այսինքն դուք 4-ով ինքը մենակ ասելիք ունեիր, ասեիր, անելիք ունեիր, անեիր։ Խես գալիս կնանիքի մեջ Facebook-ում, կնանիքի առաջ տղամարդ ձևանում։ Տղամարդը նա է, որ իր բերանից հնչված խոսքը Facebook-ով, երբ որ դեմնա դուրս գալիս, որևէ մեկ ասում է, մասին sense բան ես ասել, պատասխան տուր, կարում ատա։ Ես այսքան ժամանակ աչքերս դեռ գետնին չեմ գցել, իմ ասածների, իմ արածների համար։ Ու հիմա ինձ էլ է թիրախավորում։ Տեսեք, հələ էլ չեմ ասում, էնոր մի գրառում եմ կարդացել մեռել են խնդալոց։ Ինքնա գրել թե տվելա ուրիշի գրել են իր մասին։ Սա իշխանության բլոգերի մասին է խոսքը։ Հեսա գրառումը ասեմ, մինչև ասեմ, ձեր պահվածքը, սրանց նմանների պահվածքը լուրջ եմ ասեմ, ժողովուրդ, կարող ձեզ առաջի հայացքից ինչ որ կարճ հատվածով կամ կտրվածքով թվա թե իրանք իշխանության, որ ցենց չեմ ասում կոպիտ բառը, չեմ ուզում կոպիտ բառը դե լավ սապունվում, ահա, իշխանության հաճոյանում է քաղաքավարի ասենք, եւ իշխանության մասին իբր լավ բաներ ասեմ, դուք գիտեք թե իրանք իշխանության սիրելով իշխանությանը գիտեք թե իշխանությանը օգուտ են տալիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, իրանք ամենաշատ վնասն են տալիս իշխանությանը։ Իշխանությունն էլ չի դա գիտակցում, ինչպես Սերժ Սարգսյանը չգիտակցեց, որ իր շրջապատի մարդիկ երկիր են թալանում, մի օր իրան ժողովուրդը կմերժի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ իր մերձավոր մարդիկ իրան թիրախավորում են հենց իրանց վատ պահվածքի անպատասխանատու պահվածքի պատճառով։ Եվ ինքը իրան երևակայել է, հասկացանք, աստղայինը խփել է, բան չունեմ ասելու։ Գնում է տես բաներ մարդկանց մոտ, երբ որ տենում են շատ լայքեր, պրասմոտորներ, հետևորդներ, բան, բայց պետքա ռեչակ ունենաս, տորմուզի, ռոշնոյ տորմուզ պետքա ունենաս, քեզ տորմուզ տաս չի կարելի։ Կտցրել է այնքան, որ 90-ական թվականների մեր հաղթանակը ինքը արդեն ասում է Բաբայան Սամվելը կապ չունի։ 1, երկրորդը ինձ էլ ինչ ասեմ, ինձ էլ ներկայացրել են դե իբր Բաբայան Սամվելը իր բլոգերներին բացաթողում։ Այն ժամանակները, երբ որ ես իր հետ կապս խզել եմ նաև Բաբայան Սամվելի հետ, խզել եմ նաև էլի մի հատ բլոգերի հետ, ով որ հիմա էլի ինքներ ինձանից է էլի բան բասում։ Տիպը տեսեք Գևորգը sense բաներ է խոսում, բայց այդ չի եղել ընկերդ, նկատի ունենալով ինչ որ բլոգերի, ես ումից խոսում ենք։ Ընկերներ ջան, իմ կյանքը ես ապրում եմ։ Իմ հետ ամեն օր կարող է մեկը 10 օր շփվի, մեկը 3 ամիս, մեկը 4 տարի, մեկը 10 տարի ու ժամանակ անցնի մենք իրարից հեռանանք։ Ինչպես հեռացել եմ այդ տվյալ ինձանից բամբասող բլոգերից, հեռացել եմ այս նույն բլոգերից, որ աղավաղում է իրականությունը, մուծիտներ է ֆրցնում բան, պատերազմներ է ուզում իրականությունը աղավաղի իբր Բաբայան Սամվելը չի եղել։ Սա կռվող տղերք գիտեն, որ Բաբայան Սամվելն է, ինքը չկռվող գիտի թե Բաբայանը չի։ Սենց է ներկայացնում։
Էլ ասիական բլոգերները հանել եք իմ դեմ, ձեր բլոգերները հանել եք իմ դեմ, sense իրան երևակայել է ինքը բանն է, այն Ալեքսանդր Մակեդոնացին է, զինվանը նստած գնում է, սա հետևից ուզում են թրերով բան հարձակվեն ու ինքը բոլորին sense ջարդը փշրում է։ Տղա ջան, ընկեր ջան, ես չեմ իշնի քո մակարդակին, քո այդ պահելաձևը եւ ինձ թիրախավորում է, ես որ իմ ընկերները խնդրել եմ ասել եմ, եթե ունեք տունը նոթբուք չեք օգտագործում, կխնդրեի, եթե ունեք ինձ տակ, մեկի փոխարեն 3 նոթբուք են տվել։ Մեկը պահել եմ ինձ, երկուսը ես էլ 2 հոգու լավություն եմ արել, որ դրա կարիքը ունեին։ Այսինքն ես իմ եղբայր քույրերին դիմելով, նոթբուք վերցնելով եւ տալով 2 հատն հələ էլի նեղության մեջ մարդկանց որ իրանց պետք է մեկը ուսանող է, մեկը ախր հայր չուներ, չունի էլ հայր չունի, ճիշտ եմ համարել որ իրան տամ այդ մի հատը, 3 հատը դե չեմ դնելու, ինձ մի հատ էր պետք աշխատանքի համար, այն ժամանակ աշխատանք էի տանում, պետք էր այդ նոթբուքը, ինձ թիրախավորում է դրա համար, այսինքն դա թիրախավորելու բան է, դու թիրախավորի իմ արտահայտված մտքերը, դες ես բան չեմ ասի, դու թիրախավորի իմ գործունեությունը, ես բան չեմ ասի, բայց դու ինձ անձնական իբր ուզում ես վիրավորես, դա վիրավորանք, հա, ես իմ քույր եղբայրներին դիմելով, վերցնելով, ում եմ ինչ վնաս տվել։ Իմ ազգին վնաս տվել եմ, չէ, բայց իմ ազգին ինքը վնաս տալիս է, թե չէ, եթե ինքը խափում է ժողովրդին, մուծի տանում։ Տեսեք, ես իր հետ չունեմ, ինքը ինձ բլոկ արած, ես իրան չեմ հետևում, տենց ուրիշ տեղերով է իր այդ ռոլիկները գալիս, իր կոնկրետ արտահայտություններ ունի։ Տղամարդ, հա, դուրս գա ինքը ուղիղ եթեր իրար հետ զրուցենք, բայց առանց ճվճվալու։ Առանց, «О, пожалуйста, подождите туда-сюда», ասինքն ես իրան գիտեմ, որ աղջիկերն էլ չէ, որ օրինակ տենում են իրավիճակը իրան սրտով չի բան են անում։ Ծրծվում են բան, դենց էլի ձենը գցում են գլուխները, որ տղամարդիկ ասեն լավ, թողնեն փախնեն։ Հիմա ուզում եմ ասեմ, մենք բոլորս մեր առածների, ասածների համար պետք է պատասխան տանք։ Եթե այսօր ինքը հրապարակային պատասխան չի տալիս իր արտահայտված մտքին, թիրախավորելով ժողովրդին, Արցախի ժողովրդին բոլորին, անխնա, անխտիր, փոքրից մեծ, աղջիկ տղա, թիրախավորելով բոլորին ինքը ներողություն չի խնդրում։ Իրան անընդհատ գրում են, որ «Էս ինչ ես ասել»։ Ասում են ես տես չեմ ուզեց, տես չես ուզեց ասել, անհատակ է մի պատասխանի մարդկանց, հրապարակային մտի ասի սիրելի, հարգելի հայրենակիցներ, ճիշտ է, ես սենց բան եմ ասել, բայց սենց էի ուզում ասել, ներողություն եմ խնդրում իմ ասածի համար, ներողություն խնդրելու տղամարդու համար, չի, վատ բան է ներողություն խնդրելը, ես էլ կարող խոսքիս մեջ լեզվիս սայթակում եմ, իմ միտքս չուզեն արտենց ասել, սիրտս չուզեն արտենց ասեմ, լեզվիս սայթակում, ես պարտավոր եմ, եթե այդ պահին չնկատեմ սխալս, վաղը մյուս օրը երբ որ նկատեմ, ինձ հիշեցնեն, ես իմ սխալը ընդունեմ եւ ներողություն խնդրեմ ժողովրդից։ Էս ինչ բան է։ Հիմա այդ է, իմ դժգոհությունը իշխանություններից այսօրվա հենց էսա որ կա ցեղ շպրտոցի մարդկանց հանդեպ ինքնասիրության, մարդկանց արժանապատվության կապներով փոխարենը կարան կապնեն մարդկանց գաղափարների մտքին արտահայտված խոսքին եւ իրանց գործունեությանը։ Խնդրեմ, ինձ քննադատեք իմ մտքերը, իմ խոսքերը, իմ գործունեությունը։ Եթե ես ձեզ մի հատ վիրավորական բառ ասեմ, եթե ձեզ բլոկ եմ, ամոթ լինի ինձ, բայց եթե ես տենամ անհարգալից խոսք իմ հանդեպ, արդեն առողջությունս տեղին չի։ Բլոկում եմ գրողի ծոցը։ Էդ ինչ ձև է, ես ում վիրավորեցի, ում անպատվեցի, նույնիսկ անդրադառնալով այս բլոգերին, որ մուծիտով ազբաղվում, մուծիլով շիկա, ինքը ձեռի, ուրեմն անարժանապատիվ է նոթբուք խնդրել ընկերներից, բայց արժանապատիվ է ծառայել քաղաքական ուժի, երբ որ ֆաս են տալիս, ասում են ֆաս, սրան բռնի, նրան բռնի։ Մի ժամանակ Սամվել Բաբայան էին գովերքում իր բերանով, իշխանությունը Սամվել Բաբայան էր գովերքում իր բերանով։ Ու երբ որ Սամվել Բաբայանը հասկացա, որ ոնց որ ես տենց եմ ջոկել, ինքը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ վատ չի Ղարաբաղյան կլանի հետ, ու Սամվել Բաբայանը սկսել է իշխանությանն էլ քննադատելը, ես Բաբայանի հետ 2 տարի կապ չունեմ, շփում չունեմ, ինչքան իր հետ խզել եմ կապս, այդքան էլ Բաբայանի հետ։ Բայց ես հասկանում եմ, որ Բաբայանն էլ է, տենց եմ հասկանում, որ հասկացել է, որ այո, կա հարաբերություններ Ղարաբաղյան կլանի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ իսկ պատճառով ինքը սկսեց չգովալը, դադարեցրեց, ոչ թե գովալը, այլ ճիշտն էլ միշտ ասել, լռեց, այդ սկսեց հարձակվելը։ Հիմա ինձ էլ նույնը վաղը մյուս օրը տենց են անել։ Եթե տեսնում են ես որ իշխանությանը քննադատում եմ, այդ ճղճին բլոգերները սկսում են արդեն ակտիվանալ։ Փոխարեն դրան, օրինակ իմ քննադատությանը անդրադառնան, ասեն սխալ տեղն ես քննադատում։ Ես էլի հարգալից կընդունեմ։ Ստրահալին նայի։ Ես հիմա շատ բաներ եմ իր անձնական կյանքին տիրապետում, անկեղծ ասած, բայց սա թողեք փակագծերը փակ, չեմ ուզում բացեմ։ Եթե կարիք կլինի կբացեմ, բայց ես չեմ ուզում իջնեմ իր մակարդակին։ Մարդու գաղափարին, մտքին չկարենալով կպնես, մարդու արժանապատվությանն ես կպնում։ Դա ճիշտ է, հիմա ես իրան չեմ կպնում։ Արժանապատվությանը, ինքնասիրությանը, իր կյանքին, իր ընդհանրապես ապարածին, իր մասին դեպքերը
Արցախից միջև այսօր էր, ես չեմ ուզում կապնեմ, որովհետև դա ճիշտ չի, դա բամբասանք է դառնում, բայց տենում եմ, որ դա սխալ է բան, պետք է իրան զգուշացնել, որ նայ քեզ հրապարակային այն ինչ որ կա, ապացույցներով բանով չանդրադառնամ։ Ինչքան դու ես բլոգեր քեզ ինֆորմացիա են տալիս, այնքան էլ ես եմ բլոգեր, ինձ էլ են քո մասին ինֆորմացիա տալիս։ Ու ես էլ ունեմ փաստեր։ Եթե դու այսքան ժողովրդին խափում ես, մանիպուլյացիա ես անում, նկար ես ցույց տալիս, ասում ես вот это вам факт, ու միամիտ մարդիկ էլ ասում են դա ինքը տեսել ես փաստերով է խոսում, բայց խելացի մարդիկ ասում են իրոք, это же фото, это же не видео։ Խելացի մարդն ասում է, որ ինքը վիդեո չի ցույց տվել։ Այսինքն եթե ես Մակրոնի նկարը սենց պահեմ, ասեմ, Մակրոնը գուլյատ է անում Թրամփի կնոջ հետ, լիքը մարդ իրա միամիտ տենց էլի աջակից խելքը իրա նման խելքը մարդկանց կասեն, գևորգ տեսել եք բացահայտել է Մակրոնը ֆռում է Դոնալդ Թրամփի կնոջ հետ։ Որ ասեն, ինչ գիտես ասեն, բա գևորգը նկար է ցույց տվել, Մակրոնի նկարը սենց ցույց է տվել։ Բայց ես չէ որ ցույց չտվեցի Մակրոնը վիդեո Թրամփի կնոջ հետ։ Հիմա այդ տղան տես բաներ է անում, խելքի հաշեցիք, սիրելի հայրենակիցներ։ Ես գիտեմ իմ հետևորդների մեջ էլ կար մարդիկ, որ դրան լսում են։ Լսեք ճիշտ բաներ էլ է ասում, ես չեմ ասում ին լսեք։ Այն ճիշտին ստորագրում եմ, ես չեմ ասի, որ ինքը սենց ախմաղություններ է անում։ Բերեք ընդհանրապես մարդու տեղ մի դրեք։ Դրեք, խոսում է, ճիշտ բաներ էլ է ասում, բայց ճիշտ բաների արանքում սղղացնել սենց կեղտոտ բաները ժողովուրդ ջան ճիշտ չի։ Ես ինձ լավ չեմ զգում, երբ որ ես սենց թեմաների մեջ եմ մտնում, բայց ցավոտ է, երբ որ ինքը ժողովրդի է թիրախավորում։ Ու ժողովրդին թիրախավորելուց ես ասում եմ՝ մի արա, այդքան բացատրենք, հասկացրինք, որ չի կարելի, ինքը ֆռում ասում է, ահա նոթբուք խացել, здесь я смеюсь, типа ծիծաղալու, ի՞նչ է ծիծաղալու, տղա ջան, ես իմ քույր եղբայրներն եմ դիմել, քո քաղաքական հայրերին չեմ դիմել, քեզ ֆինանսավորողներին չեմ դիմել։ Արդյոք զապադլոյա նոթբուք վերցնելը, բայց զապադլո չի, երբ որ քեզ փող են տալիս, ասում են, սենց պիտի անես, նենց պիտի անես։ Որ քեզ ասում են, արի եթե անենք սենց բաներից խոսանք, ասում ես, мои начальники же не разрешают мне, не пускают такие вещи, такие разговоры вести։ Զապադլոն ով է, հիմա ես ինձ վատը զգամ, թե դու քեզ վատը զգաս, որ մարդ ծնվում է այս աշխարհա գալիս անկախ, մենակ, ազատ ու ապրում է, մեռնում է հետո էլ անկախ, ազատ, դու այդ հնարավորությունը չունես։ Դու արդեն սանձերը տվել ես անձերի, ովքեր որ քեզ տանձի պես օգտագործում են։ Սանձերը, տանձերը եւ անձերը։ Ես իմ կյանքից դժգոհ չեմ, անկախ ապրումներից, դժվար օրերից, ֆինանսական դրությունից եւ այլ դժվարություններից ես գոհ եմ իմ կյանքից, որովհետեւ ես չդարձա գործիք, որովհետեւ իմ անցած ճանապարհը եթե անցնեին այլ բլոգերներ, չկա երաշխիք, որ բոլորը իմ նման կարային մաքուր մնային։ Մեկը իր միջոցով էր իմ հավաքագրումը կազմակերպված վերբովկան։ Մնացածի անունները ոչ կտամ, ոչ էլ տալիս եմ, բայց լիքը մարդիկ ես կարամ նեղ գուրուգում շրջապատի մեջ զրուցելուց ասեմ, թե ով, ինչը, որ օլիգարխը, որ կուսակցությունը, որ կազմակերպությունը, թե ինչքան ֆինանսական շահագրգռվածություն են իմ մոտ փորձել արտնացնել, ես որ ուրախությունից ընկնեմ այդ փողերի գիրկը ծախվեմ ու ես կորցնեմ ճիշտս, կորցնեմ արդարության զգացումս, ծախվեմ անձերի, ծախվեմ փողի համար։ Ինչ վերցնում են հիմա այդ մարդիկ, լավ են ապրում, չէ՞ լավ են զգում։ Պետետի պատմությունը հիշեք, բկրների տամնալու։ Կեղտոտ փողերը երբեք չի մարցում, ժամանակավոր հաճույք է դա, լավ կզգաս։ Դու պետքա ծառայություն մատուցես ժողովրդին, դու պետքա գործ անես, ինչ որ բան, պրոդուկտ մատուցես ժողովրդին, որ դրա դիմաց փող ստանաս, բայց որ քեզ փող են տալիս, ասում են մուծի տարա, մեր համար սենց արա, նենց արա, քո վերջը մոտ է։ Իմիջիալոց կարող է իմ վերջը ավելի մոտ է, անկեղծ ասած, ֆիզիկապես, կարող է ինձ մի օր օրինակ փորձեն կամ ուզենան սպանել, չէ՞։ Բայց ես մեկը մեռնելու եմ արժանապատիվ, բայց ինքը արդեն ոչ թե վերջը մոտ է, նման մարդիկ արդեն մեռած են, իրանք քայլում են ֆիզիկապես կան, բայց իրանք հոգին ծախված է, իրանք արժանապատվությունը ծախված է, իսկ ո՞րն է ավելի կարևոր, արժանապատվությունը, թե ֆիզիկական ներկայությունը այս հողագնդի վրա։ Կներեք ժողովուրդ ջան, մի տեսակ էլ ես էլ վատ եմ զգում ինձ այս հարաբերությունների մեջ մտել ինչ որ անձերի հերրակասեն զրույց, բայց այդ մարդուն խնդրում եմ բացատրեք ճիշտ ուղղություն ցույց տվեք, էլի մեր հայրն է, դες ես ներողամիտ եմ խղճում, ես չեմ ուզում ինքը տենց բաներ անի, ուզում եմ ճիշտը խոսա, խափում է, շատ բաներ է խափում ձեզ ժողովուրդ։ Կոնկրետ ինձ Սամվել Բաբայանն ասել է, այդ տողուն ընկերա լավ իմաստով էլի, այն վաղ շփվում կար, չէ, ասում էր, ասա կա, բաներ կա ճիշտ չգիտի, էլի, ասենք ինքը իմանա, որ խոսում է լավ է անում, բաներ կա ճիշտ չգիտի, ճիշտ է ասենք։ Иран асела, нет, я не хочу, ты не знаешь, Георг, мне же начальники есть, мне нельзя со всеми встречаться. Бан, ладно, все, ты тенсе поханси, паром Бабаяни.
ու գնացի, մա այսօր ստատուս բատուսա գրեմ խափում թե տիպը ինձ չգիտեմ է ուրիշ բան ասել։ Ընդ ասում է ինձ վախեց սպառնացել են, ուզեցել են իրաց մարդը դառնան, բան։ Խիս խափում այ տղա, քեզ ասեցինք սալ բան, այսինքն պատերազմից խոսում ես, դու պատերազմի մասնակից չես։ Եվ պատերազմի մասնակից մարդը քեզ ուզում է ճիշտ ուղղություն ցույց տա։ Ու դու չես գալիս, որովհետև դու ասել ես, որ քեզ ասում են, ինչ ասենք, տենց ասա, սխալել լինի, մեր ասածը ասա։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարող գամ Սամվել Բաբայանի հետ հանդիպեմ։ Ու բռնում խափում է ժողովրդին։ Թող հիմա ինքը դուրս գա, առանց կանացի բամբասանքների, առանց վատ պահվածքի, ասի Գևորգը այս բաները ինչ ասել է խափել է։ Ես կյանքում խափած չկամ, եթե մի բաներ ասել եմ, այդքան էլ ճշմարտությունը չի հասնում ճշմարտության, բայց հաստատ ճշմարտության մոտ ենթադրություն եմ արել, տեսակետ եմ հայտնել։ Ես ուզում եմ հանրային կյանքը մաքրվի։ Ես հանրային հասարակական գործունեության մեջ եմ եւ ուզում եմ, որ այս հասարակական դաշտը մաքրվի։ Կուզենայի յուրաքանչյուր ընդդիմադիր Հայաստան ունեցող բլոգերի հետ էլ ուղիղ կապով, տեսակապով խոսենք։ Բոլորին է ժողովուրդն է բոլորիս զրույցները տենա։ Ես առաջարկում եմ բոլորիդ հետ պատրաստ եմ զրուցել։ Անկախ ձեր քաղաքական Հայաստանից, Դաշնակ կլնես, Քոչարյանական կլնես, Սերժական կլնես, Նիկոլական կլնես, ինչ կուսակցություն ուզում ես հարի։ Ես անկուսակցական եմ, պատրաստ եմ բոլոր կուսակցության աջակիցների կուսակցության մեջ մարդկանց հետ շփվել։ 1000 ներողություն զրույցը շատ երկար է, հուսով եմ ճիշտ կհասկանաք ինձ քննադատություններում էլ, եթե ինձ կքննադատեք, խնդրում եմ կոռեկտության սահմանները մի անցեք, քննադատեք, բայց առանց վիրավորանքների։ Կլինեմ շնորհակալ, այդքանը։